Իսկ նաև ես ուզում եմ հիշեցնել, ես գալիք ընտրություն տեղի ունենալու հունիսի 2-ին այստեղ թեկնածու եմ քաղաքապետարանի խորհրդի անդամակցության։ Դուք հունիսի 2-ին է ընտրությունը։ Եթե դուք գրանցված եք, արձանագրվել եք անցյալ տարիներում կամ անցյալ ժամանակներում ընտրության մասնակցել եք, ձեր հասցեն եթե չի փոխվել, ամեն ինչ լավ է, բայց եթե հասցեն ձերը փոխվել են նորից, անկախ դրանից, որ 25 տարի քվեարկել եք, նորից պիտի քվեարկեք։ Այսպես փոքրիկ թղթիկ կա, որ երբ որ ձեր բնակարանը փոխում եք, ասում եք ձեր բիլերը, ձեր չեքերը, ինչ որ նամակներ եք ստանում, այս հասցեից գնացել է մյուս հասցե։ Ամեն ինչ լավ է։ Քվեաթերթիկը փոստը չի բերելու։ Եթե պիտի քվեաթերթիկ ստանաք, հասցեն փոխելեք, պետք է նորից գրանցվեք։ Եթե այդպես է կարող եք գալ այստեղ, մինչ հիմա չեք գրանցվել, կարող եք գալ մեր այստեղ մենք ձեզ օգտակար լինենք, մեր հասցեն է 11-10 սոնորը փողոցի վրա են գտնվում։ Ամենայն դեպս որևէ հարցով ընտրությանը կարող եք զանգահարեք 818 24 ուրեմն 81824 մնացածը բոլորը 9 818 249 հեռախոսահամարն է անպայման զանգարեք եւ դուք տեսնում եք այստեղ գրված է Վրեժանյան սա շտաբն է 249 մնացածը բոլորը 9 ուրեմն 24 հեռախոսահամար տեսնում եք որևէ հարց ունեք զանգարեք իսկ եթե դուք ուրիշ ազգականներ բարեկամներ դուք բոլոր որտեղ որ ապրում եք Ամերիկայում, Հայաստանում, ծրագիր կարող եք տեսնել։ Զանգարեք ձեր ազգականներին գլենդել եւ խրախուսեք, որ ընտրության մասնակցեն եւ ժամանակին գրանցվեն, եթե գրանցված չեն եւ քվեարկեն ինձ Վրեժ Աղաջանյանին։ Ես մեծ փոփոխություն բերի այս քաղաքին, երբ որ այնտեղ էի։ Հիմա տեսնում եք մաչելի կներով բնակարաններ, էլ չեն կառուցում։ Ինչ որ կար, վերջ։ Եվ ուրիշ հարցեր այդ պատճառով, եթե ցանկություն եք օգտակար լինեն բիզնեսներին, օգնեցինք պանդեմիկի ժամանակ գումար տվին, որ բիզնեսները չփակվեն, այդպես բան հիմա տեղի չունենում։ Վարձակալներին $300 ամիսը օգնեցինք, 30 ամիս առաջարկեցի եւ վճարեցինք որպեսի մարդիկ կարողանան իրենց բնակարաններում մնալ։ Եթե մեծ բիզնես, միջակ չափի բիզնես, օգտակար եղա, ամենայն դեպս, եթե ցանկանում եք շարունակվի դա, անպայման մասնակցեք ընտրության եւ քվեարկեք ինձ Վրեժ Աղաջանյանին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամակցության համար։ Իսկ հիմա ես եղանակի մասին եմ ուզում խոսել Ամերիկայում մեզ մոտ գիտեք շատ շոկ է եւ հաջորդ օրերը առավել վատ է լինելու առավել շոկ է լինելու քան թե այսօր քան թե երեք այսպես այս շաբաթ դաժան վիճակ է լինելու դուք ուշադիր եղեք շատ ջուր օգտագործեք անպայման իսկ ես ուզում եմ հետո արևելյան նահանգներում ի հակառակ ցյուն փոթորիկ անտանելի վիճակ է տեղի ունենում, որ հիմա ես այստեղ ուզում եմ ցույց տալ ամեն տեղ շատ վատ է, քամի է, փոթորիկ է, օդանավակայանները քիչ հետո նաև պիտի անդրադառնամ, տեսնեք ինչ է, բայց տեսեք այս քաղաքներն եք տեսնում, օրինակ Շիկագո Օհեր օդանավակայանում այնտեղ Ալաբամա, այստեղ տեսնում եք արևելյան նահանգները, եթե այդտեղ ապրում եք, այսօր ժամը 1-ից սկսվել է, շարունակվելու է այս արևելյան նահանգներում, Նյու Յորք, Մասաչուսեթ, տեսնում եք այս թրաքը, որը Օքլահոմա Սիթիում էր, այստեղ տեսնում եք Animal Shelter, կենդանիների կենտրոնն է, Միզորի նահանգում էր, ուրիշ տեղեր տեսնում եք ծառը վայր են ընկել
Ատլանտայում ծառը ընկել է շենքի վրա եւ Թեքսասի հյուսիսային մասում նաեւ այսպես դժվար կացություն, տեսեք ինչ է կատարվում։ Նեբրասկա հետո ագարակ է, միտեղ այս երկիրը այսպես ձյուն, փոթորիկ է, իսկ մի ուրիշ տեղ կարող է հրդեհ լինի, ինչպես քիչ հետո կտեսնեք, տեսեք մարախուղ է տեղի ունենում, անձ իր աչքի առջևը չի կարողանում տեսնի։ Հիմա Նեբրասկան եք տեսնում, հրդեհ է տեղի ունենում։ Ընդհանուր, տեսեք արևելյան նահանգների քիչ առաջ ասացի, փոթորիկ է տեղի ունենալու, որը արդեն սկսել է խոշոր քամիներ, դուք պետք է այս տարածքներում Բոստոն, Նյու Յորք, Cleveland, Ohio, Grand Rapids, Michigan, ամենտեղ վատ է։ Լսեք ձեր շրջանի այդ տեղեկությունները եւ ուշադիր եղեք, որպեսզի շատ դժվարություններ չունենք։ Հիմա տեսեք որոշ տեղերում Minneapolis, Minnesota 3 աստիճան է Fahrenheit։ Սա համահավասար է 3 աստիճանը համահավասար է, պատկերացրեք, մոտավորապես մի քիչ 18 աստիճան 0-ից ցած սանտիգրադով բարձունքում տեսնում եք։ Ուրիշ տեղերում 7 աստիճան 0-ից ցած է։ Դա պատկերացրեք 15 աստիճան մեր երբ որ այս 0-ից ցած մեզ համար 7 աստիճան Ֆարենհայթը համավասար է 14-15 աստիճան եւ այսպես տեսնում եք որոշ տեղերում շատ ցուրտ է 30 եթե 2 է 0 է այսպես տեսնում եք դժվար կացություն է տիրում այս երկրում տեսնում եք օթանա այս շենքն է որ փլվել է որոշ տեղերում տեսնում եք պոլիսի մեքենան է ինքը չի տեսնում ասացի քիչ առաջ նաև Նեբրասկայում հրդեհ է տեղի ունենում մի ուրիշ տեղ սա հսկա մեծ քաղաք երկիր է ամենտեղ 4000 թռիչ քանսել եղել այսօր միայն այսօր այսպես տեսնում եք Վիսկոնսինն եք տեսնում ուրիշ նահանգները դժվար կացություն մտածեք ցան մեջ մնացել են մեքենան չի գնում ձյունակույտ եմ պատրաստել միտեղ հրդեհ է միտեղ ձյուն է շատ իջել կացությունը շատ վատ է այսպես տեսնում եք ինչ է կատարվում ես պիտի վերցնեմ երբ վերադառնամ Տաթարից շարունակեմ ծրագիր այն ժամանակ օդանավակայանների մասին խոսեմ ինչ որ մասամբ այստեղ տեսնում էիք ծրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյան փաստաբանն է հովանավորում եթե դուք accident եք ունեցել մեքենայով վթար եք ունեցել զանգարեք այս հեռախոսահամարին իր գրասենյակ գտնվում է Բրանդ փողոցի վրա 611 North Brand բայց դուք ժամադրություն պիտի վերցնեք որպեսզի կարողանաք հատուցում ստանաք եթե մեկը ձեզ վնաս է հասցրել accident-ը ձեր մեքենայի գումար պիտի տան որ դուք վերանորոգեք կամ նոր մեքենա վերցնեք եւ մարմնային վնասներ եթե ձեզ կամ ձեր մեքենայի մեջ ով որ եղել է պետք է անպայման այդ հատուցում ձեզ տան բոլոր դա կատարելու համար զանգարեք այս պաստառի վրա երևացող հեռախոսահամարին Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը Central Avenue Pharmacy գտնվում է Կալիֆոռնիա փողոցի վրա իսկ նոր կենտրոնը Sunland փողոցում իրենց տեղատունը բաց են արել սա հեռախոսահամարն է Sunland քաղաքում որը անմիջապես թահանգայի հարևանության է եթե տեղերի կարիք ունեք գնացեք իրենց մոտ Sunland-ում եթե բնակվում եք Sunland թահանգասի Սիմի Valley այդ քաղաքներում կամ զանգարեք ձեր տեղերը կբերեն ձեր տանը կհասցնեն Երևան Post հովանավորում է ծրագիրը եւ եթե դուք անուն տակին ռեժի անունը տակ մի ծանրոց հանձնեք օթանավով ղրգելու ոչ միտեղ այսպես չի իրենք նաեւ
մի pound-ը $2.99 է, եթե իմ անուն տակ $1.99 կարող եք կրկել Հայաստան, եթե նավով մի ծանրոց վերցնեք $20 կամ որևէ ծանրոցը վերցնեք, երկու համահավասար նաև ծանրոց ես կտան անվճար, Granada Hills-ում է գտնվում Երևան Post, նաև Երևան Post-ը ձեր մեքենա եթե ունեք, ուզում եք տանեք Հայաստան, շատ ցածր գնով, կինը խիստ իջեցրել են, 2400-ը դարձրել են 1690, SUV 2500-ը 1790, կահկարասիկ ունեք, ուզում եք ղերգել Հայաստան, կարող եք կատարել եւ նաև գումար կարող եք փոխանցել 1%-ով։ Շահին Թուրն է հովանավորում ծրագիրը։ Շահին Թուրը կազմակերպել է մայրերի օրվա առիթով։ Մայիսի 1-ից մինչև 10-ը Թուրը կազմակերպված 10 օր է մայրերի օրվա առիթով $3690 է այդ թուրը։ Անպայման ձեր տեղերը ապահովեք։ Իրենք բաս են այս թուրերը, մի բասը լցվեն է, ուրեմն օր առաջ զանգարեք երկրորդ բասը, որպեսզի կարողանաք մայիսի 1-ից մինչև մայիսի 10-ը, իհարկե սա ներառված է օդանավի տոմսակ, հոթելը, ուտելիքը բոլորը ներառված է այսպես։ Ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան ատամնաբուժներն են հովանավորում ծրագիրը։ Գտնվում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում, բայց ժամադրություն հարկավոր է որևէ հարց ունեք ձեր ատամների հետ, ժամադրություն վերջեք կվերադառնա։ Ամերիկայի օդանավակայաններ, երբ որ գնում եք, Transportation Safety Administration-ի աշխատողները կամ ոստիկաններ են այնտեղ, ձեր ճամբրուկն են քննում, ձեր մարմինը նայում են, որպեսզի օդանավները ավելի ապահով լինեն։ 60,000 մարդ աշխատում է Ամերիկայի տարբեր օդանավակայաններում։ Այս 60,000 մարդից գոնե կապած որտեղ որևէ օդանավակայանում կա, որ պատկերացրեք 40%-ը չեն գնացել, 10%, 24%-ը, դրա համար օդանավակայանները հիմա խիստ խճողված են, որ աշխատողի պակաս ունեն, ավելի դանդաղ է այդ աշխատանքը տեղի ունենում այս վայրկյանից։ Հիմա ես ուզում եմ այստեղ ցույց ենք տալիս ձեզ, որ ամեն տեղ դժվար կացություն է, երկար շարքեր են, որովհետև աշխատողները չեն գալիս, որովհետև Department of Homeland Security budget չունի։ Հիմա միջին աշխատավարձը իհարկե իրենցը ամեն տեսակ ունեն, օրինակ 34,000 է ստանում այդ ոստիկանը եւ կան, որ տարիներ երկար աշխատում են, ավել բարձր իրենց աշխատավարձը, այստեղ տեսնում եք։ Հիմա որովհետեւ ներկայացնի տուն սենեթը բաջետը չեն հաստատել, որովհետև այս department-ի մեջ է նաև այսը, այսինքն immigration-ի ոստիկանությունը, դեմոկրատներն ասում են մենք պատրաստ ենք այս մարդկանց աշխատավարձը գումարը ռիփաբլիկանների հետ հանձնենք։ Ռիփաբլիկանները ասում են ոչ, պետք է բոլորի աշխատավարձը միասին հաստատեք։ Այստեղ տեսնում եք աշխատողներն են, որ օգնության կարիք ունեն, մարդու պակաս ունեն, employee պակաս կա, տեսեք այստեղ Austin-ում տեսնում եք շարքը Թեքսասում, Atlanta, Georgia եք տեսնում, LaGuardia airport-ն եք տեսնում, սրանք ամենտեղ դժվարկացություն գոյություն ունի, 366 հոգի, օրինակ այստեղ այս օդանավակայանում աշխատանքի չեն գնացել, ուրեմն ամեն ինչը չեք անելու համար ժամ էլ խռնում։ Այն օդանավակայանները, որ ամենադժվար կացության մեջ են, 21%-ով աշխատողները չեն գնացել աշխատանքի, հիմա տեսնենք որն է, այստեղ տեսնում եք ասացի Atlanta, Georgia, JFK-ը, Նյու Յորքի եւ Հյուսթոնի Հավի Airport, սրանք ամենաշատը
պակասում։ Նյու Օրլինս, Լուիզիանայում 16%-ով աշխատանքի չեն գնացել այս ոստիկանները եւ Փիթսբուրգում զանգում են, ասում են հիվանդ եմ եւ այլն չեն գնում։ Քիչ հետո բացատրեմ ինչու է այսպես դժվար հարցը։ Դա նախագահ Թրամփը իհարկե այստեղ ասում է, որ տեսնում եք դեմոկրատներն են պատճառը, որ իրենք չեն վճարվում։ Դեմոկրատները բնականաբար մեղադրում են ռիփաբլիկաններին եւ այստեղ տեսնում եք այդ երկու անձնավորությունները, որ սպանվել էին Մինեսոտայում, հիմա դա նաեւ ասում են կապված է, որ երբ որ ICE ոստիկաններին, immigration-ի ոստիկանները իրենց աշխատավարձ ստանում էին, այդ երկու անձնավորություններին կրակեցին, սպանեցին, ուրեմն պիտի դեմոկրատները իհարկե ասում են փոփոխություն կա այդ դեպարտմանի մեջ, այսինքն հաստատությանը, կառավարական հաստատությունը պետք է փոփոխություն կա, որովհետև իրենք շատ դաժան վարվեցին մարդկանց հետ, ասում են դեմոկրատները իհարկե, դաժան վարվեցին, այդ երկուս մահացել են, ուրեմն պետք է միցև այդ ոստիկանությունը կոնտրոլի ավել տակ լինի եւ իրենք բաջեթը չեն հաստատում դեմոկրատները, ասում են այդ դեպարտմանում եւ սահմանապահները, որը նրանք նաեւ գնում ձերբակալում էին մարդկանց որոշ ժամանակ անօրինական, որոշ ժամանակ օրինական մարդու նաեւ ձերբակալում էին, երկրից վտարեն էին, հետո ստված եղան հետ բերեն իրենց, ուրեմն այդ պատճառով որ դեմոկրատ ռիփաբլիկանները չեն համաձայնվում եւ TSA-ը աշխատավարձ չունի, աշխատում են, հիմա մարդիկ մտածում են, սրանց բոլորին, եթե գնան աշխատանքի, իրենց աշխատավարձը կվճարեն, բայց այս երկրում խնդրեմը սա է, որ այս երկրում անձը իր վրա է հենված, եթե աշխատավարձ չի ստանում, չի կարողանա վարձը վճարի, չի կարողանա ընտանիքի ուտելիքը, մենք այդպես չի, եթե մի ժամանակ աշխատավարձ չստանանք, երևի եղբորից, քուրից, հորեղբորից, մորաքրոջից մի գումար կարող ենք վերցնենք, բայց այսպես չի Ամերիկայում։ Միցև չի որ անձը ամերիկացին կարող է գնա մեկից գումար վերցնի։ Դրա համար դժվարության մեջ են լինում, այսինքն այս TSA-ի աշխատողները գնում են Uber-ն քշում, մինչև այն ժամանակ, որ իրենց աշխատավարձը հաստատվի, որ կվճարեն, վերադառնում են աշխատանքի։ Դրա համար այսպես դժվար կացություն է ստեղծվել։ Ես պիտի դադարվեցեմ, երբ վերադառնամ նախագահ Թրամփի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Մարգարյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձակալ եք, վարձել մի ապարտման կամ առանձնատուն վարձել եք, դա պիտի մաքուր լինի, չպիտի միջատ լինի, երբ պահարանը բացում եք, մրջուններ չպիտի լինի այդ բնակարանի մեջ, մուկ չպիտի լինի, եթե այդպես է, ձեզ պիտի հատուցում տան, որպեսզի կարողանաք Կալիֆոռնիայում որտեղ ապրում եք չի տարբերում, կարող եք զանգարեք այս հեռախոսահամարին, դուք ոչինչ փաստաբանին չեք վճարում, եթե կարողանա ձեզ համար հատուցում վերցնի, հետո փաստաբանին վճարում եք, ուրեմն դուք կարող եք խոսել խորհրդակցություն անվճար է։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող բժիշկ է սա երկու կենտրոն, իհարկե 7 կենտրոն է, երկու կենտրոններ, մեկը Գլենդելում, այստեղ տեսնում եք Ջաքսոն, Կոլորադո, Գլենդել ավենյուի ճիշտ հատման կետում այդ 3 փողոցը հատում են ճիշտ այդտեղ է շենքը։ Կարող եք այդտեղ գնալ, հեռախոսեք, ժամադրություն վերցրեք, կամ Orange County-ում, իրեն նոր կենտրոնը Orange County-ում բացված է, Costa Mesa քաղաքում է։ Սա հեռախոսահամարն է, Costa Mesa քաղաք, այս հեռախոսահամարն է, այս մասնակետի հետ խոսեք եւ այսինքն զանգարեք, ժամադրություն վերցրեք, որպեսզի կարողանաք հանդիպեք այս բժիշկին։ Ծրագիրը նաեւ հովանավորում է Private Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Highland եւ Glennox փողոցի հետ ճիշտ հատման կետում է գտնվում, հեռախոս շատ հեշտ է 818-600-777 818-600-777 հեռախոսն է, կարող եք գնալ վերցնել տեղերը կամ զանգարեք իրենք կբերեն ձեր տանը։
դոկտոր Մարտին Ստեփանյանն է ովանավորում ծրագիրը դեմքի քթի բոլոր գեղագիտական աշխատանքն ինչ որ անում է surgeon է հեռախոսահամարն է գտնում է Glendale Adventist-ի բժշկական շենքի մեջ կվերադառնա Իսրայելի եւ Ամերիկայի պատերազմը Իրանի հետ շարունակվում է եւ այսպես է եղել որ Ամերիկան Միացյալ Նահանգները հիմա խնդրում է որ ուրիշ երկրներ օգնեն որպեսզի հաղթահարեն Իրանին շատ զարմանալի բան է որ նախապես նախագահ Թրամփը ասել էր մենք ոչ մեկի կարիքը չունենք որևէ երկրի մենք այս պատերազմը մի քանի օրում պիտի ավարտի բերեին ուրեմն այսպես չի հիմա ասում են որպեսի հորմոզ նեղուցը չփակվի կարիք ունենք ուրիշ երկրներ մեզ օգնեն Գերմանիայի վարչապետը ասաց որ մենք չենք ուզում այս պատերազմը սա մեր պատերազմը չի այստեղ ինչ որ տեսնում եք Իրանն է որ Իրաքում ռմբակոծում է որոշ տարածքներ Իրաքը որ մոտիկ բարեկամն է Իրանի հետ գիտեք այնտեղ միշտ այնտեղ ներկայություն են ունեցել Իրանի զինվորականները այստեղ նախագահ Թրամփն է որ հիմա ասում է որ իրենք կարիք ունեն որ այդ նեղուցը օգնեն եվրոպական երկրներ տաշնակիցներ որ նեղուցը չփակվի եւ ինչ որ գիտեք 20% նավթը այդտեղից է անցնում եւ այդ 20% նավթը հիմա տեղի չի ունենում չի անցնում բենզինը գիտեք 80 سنت թանկացել է առնվազն կապված որտեղ է ապրում որոշ տեղեր կարող ավելի շատ որոշ տեղեր ավելի քիչ բայց ամենայն դեպս միջին 80 سنتով գալոնը բենզինը թանկացել է այստեղ ասացի քիչ առաջ նախագահ ասում էր մենք որևէ մեկի կարիքը չունենք նաև այսօր տարօրինակ արտահայտություն արել է նախագահ Թրամփը եւ այն այս է որ ռմբակոծում է Իրանը ուրեմն ասում եմ նախկին նախագահներից մեկը գիտեք նախկին նախագահներից 4 հոգի ողջ են հիմա ասել է որ Իրանի ես կարողանայի ռմբակոծեի Իրանը, որտեղ Իրանի հետ երկար տարիներ է խնդրեմ ունեն, իսկ երբ նախագահներին 4 նախկին նախագահ Բայդենին, Բուշին, Քլինթոնին եւ Օբամային հարցրել են, իրենք ասում են նախագահ Թրամփը որևէ մեկի հետ ասել են մենք չենք խոսել, մեզ հետ չի խոսել, մենք այդպես արտահայտություն չենք արել։ Հիմա նաև գիտեք 13 ամերիկացի զինվորականներ մահացել են եւ 200 ամերիկանցիներ վիրավորվել են։ Այդ 200-ը մենք չգիտեինք, բայց ամենայն դեպս գիտեինք մի քանի հոգի այստեղ, այնտեղ, բայց բանից դուրս է գալիս, որ այս պատերազմի հետևանքով 200 ամերիկացիներ տուժել են, վիրավորված են։ Այնտեղ նախագահը հիմա անցնենք առաջ, նախագահը նաև ասում է, որ ռմբակոծում ենք շատ լավ է եւ շարունակելու ենք ռմբակոծել եւ այսպես իր դժգոհանքն է հայտնում, որ ուրիշ երկրները չեն օգնում, այստեղ Անգլիայի վարչապետն է, որ ասել է նավեր կուղարկի, բայց չեն ուզում մասնակցեն պատերազմի մասնակից լինեն, չեն ուզում։ Սա Գերմանիո արտգործ նախարարն է, որ ասում է մեր պատերազմը չի ինչ որ քիչ առաջ ասացի, այս արտգործ նախարարն է Գերմանիո ասել է, եւ ուրիշ եվրոպական երկրներ ցանկություն չունեն այս պատերազմի մեջ լինելու, մտահոգված են, որ շրջանային խոշոր դժվարություններ պիտի ստեղծվի։ Այստեղ նախագահ քիչ առաջ ասացի, որ ասում է տեսեք ինչ գեղեցիկ օդանավ է, մենք գնում ենք, ռմբակոծում ենք լրիվ շրջանը, սա օդանավներն ամենաարդիական օդանավը, որը Ամերիկան ունի, եւ այդ իհարկե սա մոդելն է,
որ կնում են կարողանում են անցնել ռադարներ իրեն չեն գտնում անցնում են եւ ռմբակոծում են այսպես ինչ որ տեսնում եք հիմա նավթի գինը տեսնում եք միջինը այսօր $101 է հասել 60 մի քանի դոլարից 66 67 դոլարից եկել է հասել է $101 դրա համար է որ տեսնում եք gas station եթե գնում եք շատ թանկացել է բենզինը դժվարացության մեջ է դրել անրությանը միջին ամերիկայի բենզինի գինը գալոնը 3.76 է որ 82 սենթով գերազանցում է փետրվարի 28-ին ռմբակոծումը սկսեն ուրեմն մարտի 1-ից գինը փոխվեց 82 սենթով ավել թանկացել է սա ասացի ամերիկայի միջին գինն է մեզ մոտ միջին գինը $5 60 սենթ է կամ ավելի կապված քիչ առաջ նաև քիչ մի քանի օր առաջ այսինքն ասացի որ եթե Westwood գնաք եթե downtown գնաք մոտարապես $8 է բենզինը այնտեղ մեզ մոտ կապված որտեղ եք ապրում $5 30 սենթից մինչև $6 է ամենայն դեպս ավել թանկ է քան թե նախկինում ինչ որ վճարում էիք այստեղ նախագահ Թրամփն է որ ասում է դեռ պիտի պատերազմը շարունակենք մինչև երբ անհայտ է նախապես ասել է շուտ մի քանի օր է տևելու բայց թվում է Իրանը նաև հրթիռներով ռմբակոծում այդ այստեղ Մոջթաբա Խամենեին ենք տեսնում որը հիմա նախագահն է նախագահը ասում է չգիտենք ասում են մահացել է ասում են վիրավորվել է ինքը չգիտենք ուր է հիմա այդպես արտահայտություններով երբեմն ասում են որ անձը ցույց տա որ ինքը չի մահացել հետո գտնեն ուր է գտնվում եւ կնան այդ կետը ռմբակոծեն այստեղ պիտի նաեւ բացատրեմ որ սա 6 ամերիկացիներն են որ վերջերս այդ բենզին հատկացնող ռազմութանավներին դրա մեջ էին որ վայր ընկավ եւ այս 6 անձնավորությունը մահացել է եւ ասացի ընդհանուր 13 հոգի մինչ հիմա մահացել են եւ 200 հոգի վիրավորվել են ամերիկացիներ իհարկե պատերազմի հետևանքով նորից տեսնում եք Գերմանիո արտգործնախարարին նաև Իտալիայի վարչապետ եւ ուրիշ երկրների ամենայն դեպս որը ցանկություն չունեն պատերազմի մեջ ներկա լինելու հիմա 20% նավթը աշխարհի այդտեղ հորմոզնեղուցից է անցնում եւ հիմա չեն կարողանում անցնել որտեւ Իրանը արձակում է ասիական երկրներ այդ նավթը գնում աշխարհով մեկ այնտեղից 20%-ով նավթ էր գալիս տեսնում եք տարբեր տեղերում հիմա ասացի տարբեր գներ է ամենայն դեպս մեզ մոտ ամենաթանկն է Դուբայը եւ Իրաքը նաեւ ռմբակոծել է Իրանը այստեղ այդ տարածքները UAE Իսրայելին անգամ այս հրթիռները վնասներ են հասցրել Իսրայելում այսինքն անկախ դրանից որ մեկ գմբեթ կա Իսրայելի շուրջը սա Իրաքում տեղի ունեցած արձակումն եք տեսնում թեև ասացի գմբեթ կա Իսրայելի սա Լիբանանն եք տեսնում հիմա 800,000 մարդ Լիբանանում տեղահան են եղել որտեվ Իսրայելը նույն ժամանակ նաև Լիբանանի հարավը այստեղ Իրանն է նախապես իսկ հիմա հունվարին որ դուրս էին գալիս ռեժիմի դեմ դուրս էին գալիս իսկ հիմա հանրությունը էլ ռեժիմի դեմ դուրս չի գալիս որտեղ մտահոգված են ասել են եթե դուրս գաք բողոքեք կրակելու ենք սպանելու ենք այն ժամանակ աշխատում էին Իրանը այդ բողոքողներին ձերբակալեն եւ այլն հիմա ասել են ուղղակի պատերազմի մեջ ենք ուրեմն դուք եթե դուրս գաք բողոքի մենք արձակվելու Նաև ժողովուրդը Իրանի հիմա հուսահատ է եղել, որովհետև կարծում էին ամերիկան պատերազմի այդ ռազմանավերը տարել է աշխարհի ամենաերկու մեծ ռազմանավը այդտեղ է 100 նավակներ ամերիկյան այնտեղ են
Իսրայելը ռմբակոծում է, կարծում էին, որ կտապալվի, իսկ հուսահատ է եղել ժողովուրդը, որ տեսնում է միայնակ Իրանը կարողանում է այս հսկողությունների Ամերիկայի դեմ պատերազմ մղի ու շարունակի գոյատևել, դրա համար մարդիկ Իրանում հուսահատ են դարձել։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ CDC Center for Disease Control-ի մասին պետք է խոսեմ, մեծ փոփոխություն ինչ որ այսօր տեղի ունեցավ, ծրագիրը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում Հակոբ Չոփուրյանը եւ իր երկու դուստրերը, բոլորը փաստաբաններ են, երեքը փաստաբաններ են, իրենք ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունեցաք ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով 818 244 47 47 ծրագիրը հովանավորում է դոկտոր Ջահանգիր Փարքր հովանավորում է ծրագիրը, եթե ալերգի եւ ասմայի խնդիրներ ունեք, այստեղ զանգարեք Գլենոքս փողոցի վրա է գտնվում Գլենդելում։ Համազգայինի Սայաթ Նովա մեծ նվագախումբ, երգչախումբը բոլորը կազմակերպված է, կոնցերտ է կազմակերպված, annual concert տեսնում եք, անվանի երգչուհի Նունե Եսայանն այդտեղ է լինելու, Նունե Ավետիսյանն այդտեղ լինելու, ուրիշ երաժշտակետներ, նվագիչներ, երգիչներ, բոլորը այդտեղ են լինելու Կիրակի մարտի 21-ին, ձեր տեղերը ապահովելու համար զանգարեք այս հեռախոսը համարին։ Ռաֆիզ Մարքետն է հովանավորում ծրագիրը, Ռաֆիզ Մարքետ գտնվում է Բրբանքում, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, այցելեք Ռաֆիզ Մարքետ կվերադառնա։ Health and Human Services, այս բժշկական մեծ նախարարությունը, որ ամենամեծ բաջետ ունի, անգամ բաջետը իրենցը պաշտպանության նախարարությունից ավել մեծ է, ամենայն դեպս տարբեր department-ներ ունի, մեկը CDC-ն է, Center for Disease Control, այս հիվանդությունները կանխող մասը ունի, և այդտեղ նախապես այս նախարարությունը 30 հոգի բժիշկներ, գիտնականներ, այսպես խումբ ուներ, որ կառավարության խորհուրդ են տալիս, որ ինչ վակցիններ, ինչ պատվաստանյութ, երեխաներին եւ այլն պետք է սրսկվի, որ նախկինում այս պանելը 10 հաստատել էր, այդ խոշոր 30-ից ավել գիտնականներ, մասնագետներ, իրենց Քենեդին, որ նախարարն է հանեց, 13 հոգու նշանակեց, որ պատվաստանյութերի սրսկմանը դեմ են և 18 տարբեր պատվաստանյութ երեխաներին պիտի սրսկվի, իջեցրին 11-ի։ Հիմա Մասաչուսեթում 200-ից ավել բժշկական կազմակերպություններ դատ բացարին նախարարության Ամերիկայի CDC-ի դեմ դատ բացարին եւ դատավորը ասաց, որ այդ պանելը ինչ որ որոշելն է, որ ընդամենը 11 պիտի սրսկվեն, իրենց անընդունելի է իրենց որոշումը եւ ինչ որ նախկինում այս գիտնականները, մասնագետները որոշել էին, որ 18 պիտի սրսկվի, դա պիտի լինի։ Ուրեմն ջաջը vaccination-ին, պատվաստանյութ սրսկումներին երեխաների ասել է, որ պետք է նախկինը վերանա եւ այս հարցերի համար պետք է անպայման սրսկումներ լինի ֆլուի համար, RSV-ի համար, տեսնում եք այստեղ hepatitis A-ի համար, B-ի համար եւ ռոթավիրուսի համար, սրանք նաև պետք է հետ բերել սրսկել եւ այս նոր պանելը ինչ որ նախարարը նշանակել է, որ բոլորը մեծամասնությունը դեմ են սրսկումների, Քենեդին եք տեսնում նախարարին, անընդունելի, ուրեմն այսպես մի զարմանալի, այսպես ժողովուրդն է տեսնում եք նախարարության դեմ ցույցերին կատարում, բայց ամենայն դեպս այս դատը
դատավորը նայեն է եւ ասեն է որ անպայման սրսկումները պետք է վերադարձնեն, այստեղ տեսնում եք այսինքն պատմական ձևով տարիների ընթացքում դատավորը գրել է որ մի մեթոդ կա գիտական աշխատանք է որը կատարում էին եւ նրանց աշխատանքը անտեսել համարել է դատավորը որ ճիշտ չի եւ այստեղ տեսնում եք ասում է կառավարությունը հիմիկվա կառավարությունը սխալ է ինչ որ որոշում է տվել եւ պիտի հետ վերադարձնեն եւ այս սրսկումները առաջարկեն որ սրսկվեն երեխաները եւ հիվանդությունները կանխելու համար նորից տեսնում եք Քենեդին եք տեսնում որ այդ գիտնականներին հանել է եւ 13 նոր անձնավորություն նշանակել էր այդ հանձնախմբի մեջ որ բոլորը պատվաստանյութերին դեմ են եւ ասացի հազարավոր մասնակետ գիտնականներ ասեն են այս մարդիկ հարմար չեն այդտեղ լինեն ես ուզում եմ շարունակել եւ խոսել Սուզի Վայլի մասին խոսել նախագահ Թրամփի աշխատակազմի ղեկավարը մի կին առաջի անգամն է որ կին այս երկրում դարձել է աշխատակազմի ղեկավար աշխատակազմի ղեկավարին եք տեսնում աշխատակազմի ղեկավարը շատ կարևոր անձնավորություն է եթե դուք ուզում եք նախագահին տեսնեք անգամ նախարարները պետք է իրեն միջոցով հասնեն նախագահի ուրեմն տեսնում եք շատ ուժ ունի նախարարները իրեն պիտի ասեն որ մենք ուզում ենք Թրամփին հանդիպենք նախագահին հանդիպենք չի տարբերում նախկին նախագահ բայց առաջի անգամն է որ այս կինը հիմա այսօր բացահայտվեց որ այս կինը կյանսեր ունի կամ քաղցկեղով տարապում է 68 տարեկան է իր հայրը այս կնոջը շատ հայտնի ֆուտբոլի այսպես լրագրող էր որ մրցություններն էր բացատրում Ամերիկայի շատ ճանաչված մարդ էր իր հայրը նաև բայց ամենայն դեպս այսօր այս կինը ինքը որ տարապում է Սուզի Վայլզը տեսնում եք այստեղ ասում է որ 8 կնոջից մեկը անդրադարձել եմ կամ հասկացել եմ որ դիագնոզ է լինում կրծքի քաղցկեղով դիագնոզ է լինում եւ իրենց ընտանիքն են մեծացնում երեխա են մեծացնում կամ հոգ են տանում ընտանիքի աշխատում են եւ իրենց շրջապատին օգտակար են լինում եւ այսպես ուրեմն առաջարկում եմ ինքը ասում է որ բոլոր կանայք իրենք նաեւ կրծքի քննություններ կատարեն սա Սուզի Վայլին եք տեսնում նախագահի ամենակարևոր խորհրդատու այսպես եթե համարեմ ինչ որ ասացի 8-ից մեկը կանայք այս դժվարություն են ունենում եւ աշխատանքի են գնում եւ ինքն էլ ասել է որ բժշկական խնամքները կհետևի եւ աշխատանքը իրենը կշարունակի այսպես է արտահայտվել այսօր ես ուզում եմ ցույց տալ Ֆանտենայում մեր արևելքում 10 ֆրիվեյ եթե դուք անցնում եք դեպի Լոս Անջելես ֆրիվեյ լրիվ փակվել էր այսօր որովհետեւ մեծ թրակ որ սիրոպը գիտեք տարբեր օգտվում են այստեղ ուտելիս այդ շրջվում է թափվում է ֆրիվեյ տեսնում եք փակվել է երկար ժամանակ ֆրիվեյ 10 ֆրիվեյ որ ամենակարևոր ֆրիվեյներից մեկն է մանավանդ մեր շրջանի գիտեք 5 ֆրիվեյ 10 ֆրիվեյ interstate freeway են այսինքն մի նահանգից մյուս նահանգն է երկարաձգվում այս ֆրիվեյներից մեկն էր 10 ֆրիվեյը Ֆանտենայի շրջանում լրիվ փակվել էր եթե դուք ունեցաք դժվարություններ պատճառը այս էր որ սիրոպը թափվել էր ֆրիվեյի վրա թափվել էր եւ դրա համար ժամեր փակել էին ֆրիվեյը ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ասկրի մասին պիտի խոսեմ եւ ընտրության կլենդելի պիտի խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը նոր եւ օգտագործված դաշնամուր գնելից այցելեք Hollywood Piano-ի
գտնում է Pasadena քաղաքում 600 դաշնամուր կա այնտեղ $1000-ից սկսյալ մինչև հարյուրավոր հազարավոր դոլարներ դաշնամուր ունեն որևէ երկիր դաշնամուրը արտադրում իրենք ունեն օրինակ այնտեղ ունեն եւ 1928 թվականից աշխատում է Hollywood Piano ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե առաջարկում է ձեզ հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում եթե accident եք ունեցել եթե bankruptcy պիտի ֆայլանեք այս հեռախոսահամարին զանգարեք դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը եթե թաթի տակ թաթի վրա վերք է քայլում եք շնչասպառ եք լինում այստեղ զանգարեք 4 կենտրոն ունի Orange County Commerce Encino Glendale-ում 616 East Glenox փողոց Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիր իրենք բաց ունեն մինի-բաց ունեն եթե ցանկություն ունեք այս տարիցների կենտրոն այցելեք կարող եք կկանցես բասով կտանեն ու կվերադարձնեն Jackpot-ն է հովանավորում ծրագիրը Jackpot-ը ձեզ է առաջարկում արտասահմանից բերված հագուստներ կոշիկներ բոլորը այստեղ տեսնում եք $5 սկսյալ եւ ավելին այստեղ կգտնեք Jackpot Pasadena փողոցի վրա է գտնվում նաեւ մի գիրք վաճառվում է այնտեղ այս գիրքն է երբ լռում է մարդկությունը այստեղ տեսնում եք $20 է վաճառվում է այս Jackpot-ում վաճառվում է այս գիրքը ծրագիրը նաեւ հովանավորում է Անաշի Gift-ն է հովանավորում ծրագիրը Անաշի Gift-ը ձեզ է առաջարկում այս ավելը $4.99 է եւ վերևի մասը բաժանվում է եթե արանքները փոշի պիտի բռնեք բայց եթե դուք ժամացույց ունեք կամ ինչ որ էլեկտրական որ բաթրի պետք ունի բատերիա պետք ունի իրենք ամեն տեսակ ունեն որ կարող եք այդտեղ փոխել բաթրին ձեր ժամացույցի փոքրիկ ժամացույց կլինի ձերքի կամ ուրիշ բոլորը կարող եք այդտեղ կատարեք կվերադառնա Ընտրությունը տեղի ունենալու հունվարի 2-ին այս քաղաքում, որտեղ պետք է ընտրեք դպրոցի խորհրդի անդամներին, քոլեջի խորհրդի անդամներին եւ նաեւ Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամներին։ Ես այդ տեխնացուներից մեկն եմ, հունիսի 2-ին է տեղի ունենալու ընտրությունը, իսկ մայիսին դուք ձեր քվեաթերթիկը կստանաք։ Եթե դուք մինչև հիմա գրանցված եք, սա շատ կարևոր ընտրություն է։ 9 հայ են մասնակցում, 3 ոչ հայ, 12 հոգի, մինչ հիմա տեխնացուները իրենց, այսինքն տեխնացու են, այս 12 անձնավորությունները տեխնացու են, որոնցից մեկը ես եմ։ Եթե դուք չկենտրոնանաք որոշ անձիկի վրա, մեր քվեները խիստ բաժանվելու է ոչ ոք չի ընտրվի այս 9 հայից ոչ մեկը երևի չեն ընտրվի ամենայն դեպս դուք ուշադիր եղեք ինչպես եք քվեարկում ես ուզում եմ հիշեցնեմ եթե դուք մինչև հիմա չեք գրանցվել այս կարևոր ընտրությանը կարող եք գրանցվել իմ հեռախոսը շտաբից 818-ով 2 4 մնացածը բոլորի 9 2-4 մնացած բոլորի 9 կարող եք գալ այստեղ կամ զանգարեք օգնության համար անպայման ընտրությանը մասնակցեք որովհետև ասացի սա օրասական է կարևոր ընտրություն է լինելու թե չէ մենք խիստ ուժելու ենք անպայման մասնակցեք ընտրությանը իսկ ես վերջավորության ուզում ասկրի նվիրաբաշխման որ 3 տեղի ունեցավ 3 առավոտ մասամբ խոսեցի բայց երեկոյան այդ տեղի ունեցավ բնականաբար միշտ Լոս Անջելեսում է տեղի ունենում եւ 1929 թվականից այս աշխատանքը շարունակվում է ամեն տարի ամենալավ ֆիլմերն են ընտրում այստեղ երկու այսինքն կարևոր ֆիլմ որոնք այդ շատ ամենաբարձր նվերները կարողացան շահել ես այստեղ հիմա ցույց տամ այստեղ տեսնում եք ում որ այստեղ Մայքլ Ջորդան անունն է տեսնում եք իրեն որպես ամենա best actor այստեղ տեսնում եք իրեն գնահատեցին այդտեղ
եւ հետո քիչ հետո պիտի տեսնեք ուր է գնում, դա ցուցադրեմ, տեսնում եք իր մայրիկին եք տեսնում ուրախությամբ, որ իր զավակը Մայքլ Ջորդան ստացել է առաջին նվերն է ստացել եւ հետո best picture այստեղ տեսնում եք Ջեսի Բաքլի անունով ստանում է նաեւ կին Ասկարը ունենում է ինքը ասում է 7 ամսական երեխա ունեմ եւ այսպես տեսնում եք իսկ Ջորդանին եք տեսնում որ գնում է In-N-Out Burger ժողովուրդ հավաքվել են առավոտը շուտ գնում է In-N-Out Burger դա իրեն Ասկրի այդ նվերը հետը տանում է այնտեղ այդ աշխատողների համար ստորագրում է այսպես տեսնում եք ժողովուրդը տեսնում են իրեն security-ն տեսնում եք իրեն հետ է մտել են In-N-Out Burger անգամ ինչ որ իրեն հանձնված է իր հետ տարել է In-N-Out Burger-ում աճույքի մեջ է այնտեղ։ Տրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։